խմբակ, ինչևէ գանք արտաքին ազդեցություններին, հասկանալով հանդերձ ինչ իրենից ներկայացնում հիբրիդային սպառնալիքը, որի տակ սովորաբար փորձում ենք հասկանալ այսպես գաղտնի գործողություններ, պարոն Մելիքյան, խոսենք բացահայտ արտաքին ազդեցությունների մասին, որովհետև մենք տեսնում ենք այդ արտաքին ազդեցությունները ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի նարատիվներում, այնպես էլ տեսնում ենք իրավական, միջազգային իրավական փաստաթղթերում, ինչպիսին օրինակ թրիփները։ Հիմա ինչպիսին են Հայաստանի նկատմամբ արտաքին ազդեցությունները բացահայտ, առանց ինչ-որ այսպես հիբրիդային մանևրներ օգտագործելու։ Տեսեք, արտաքին ազդեցությունների հետ կապված և իմ հարգարժան գործընկեր Կարենը Վրդանեսյան և Աբրահամը Գասպարյան իրենց խոսքում անդրադարձան այդ արտաքին գործոնը, երբ սկսում ավելի ուժեղ և ավելի խորքային աշխատել, երբ դու թուլանում ես։ Երբ դու թուլանում ես, երբ դու չունես դիվանագիտություն կամ ունես չկողմնորոշված ինչ-որ անհասկանալի քաղաքականություն, չունես ճանապարհային քարտեզ, չունես պլանային համակարգի նկատի ունեմ պլան B, պլան C, D նույնիսկ, որը պիտի չերևա երբեք և սա քո պահուստային զինանոցը պիտի լինի, այս պարագայում դու կորցնելով քո սուբյեկտայնությունը ուղղակի դառնում ես գործիք։ Սա զուտ պայմանավորվածությունների արդյունքում, երբ դու գործիք ես և պատրաստ ես օգտագործվելու, պայման է դրվում քեզ քո առաջ և այդ պայմանը այս պարագայում քո իշխանությունն է։ Այսինքն շատ պարզ, շատ հստակ գիտակցումը կա, որ օրվա իշխանությունների ռեյտինգը ուղղակիորեն գահավիժում է կամ գահավիժել է և շատ կետերում անդառնալի, ինչքան էլ դա տարօրինակ չի, այնուամենայնիվ ես խորին համոզմունք ունեմ, որ դա այդպես է, հետևաբար այս ցատկոտումների մեջ իշխանությունը դիմում է մի նոր քայլի, վազում է այնպիսի տեղ, որտեղից հնարավոր կլինի կորզել որոշակի այսպես ավելի շատ ազդեցության լծակ և այս պարագայում դա Եվրոպան է, ինչու, որովհետև որոշակի համընկնում կա եվրոպական շահերի և օրվա իշխանությունների շահերի, սա հայկական շահ չի բնավ, որովհետև Կարենը շատ հետաքրքիր անդրադարձավ դրան, դու պարզապես սպասում ես քո հերթական առաջադրանքին, որովհետև դրել ես պայմանը կամ խնդրել ես ինչի գնով դա դու կարող ես կյանքի կոչել և քեզ եկել են հանդիպակաց և ընդունել են քո խնդրանքը։ Այո, ցավալիորեն սա նաև այն շղթայական զիջման քաղաքականության արդյունքն է, որը գիտակցելով կամ անգիտակից այնուամենայնիվ բերվել է մի կետի, որտեղ դու այնքան թուլացած ես, որ պատրաստ ես գնալ նույնիսկ ոչ միայն հակաժողովրդական, հակապետական, այլ ընդհանրապես բանականությունից դուրս քայլերի այն նույն պայմանով պահելու քո իշխանությունը։ Սա ես անշուշտ ցավով եմ նշում, որովհետև համեստորեն ներկայացնում եմ մի հանրույթ, որը տասնյակ տարիների ընթացքում ուղղակիորեն ներգրավված է եղել այս աշխատանքներում, ի նկատի ունեմ նույն դիվանագիտական և արտաքին հարաբերությունների կամ միջազգային հարաբերությունների մասով, մեկ-մեկ որ այդ լրահոսերին հետևում ես կամ իշխանական քարոզիչներին հետևում ես, անշուշտ զավեշ տալինից բացի միայն կարող ես ծիծաղել, որովհետև լրջության որևէ նշույլ անգամ չես կարող գտնել, թե այս կամ այն քայլը ինչով է հիմնավորում։ Էլի նորից գալիս ես հատման այն կետին, որ դա միմիայն այն պայմանն է, որ իրենք խնդրել են, աղերսել են, ծնկաչոք են աղերսել և դրա դիմաց պատրաստ են եղել կատարել այն, ինչ որ իրենց կասվի։ Երբ որ Եվրոպան քեզ ասում է, մեզ ասեք մենք ինչ անենք ձեզ համար, որպեսզի դուք մնաք իշխանության, դա շատ հեշտ է այդ evil-ի, սատանայի կամ վատի կերպարը հորինելով, իսկ ես պարագայում դա նույն հիբրիդային պատերազմը, որ շատ մոդայիկ է, ազդեցիկ է, հնարավոր է շատ երկար խոսել այդ թեմայով և շատ կետերով այդ հսկայական մի լիստ է, որ ամեն օր կարելի է ամեն կետի անդրադառնալ և 24 ժամվա այդ բանը ապահովել, ազդեցությունը,
Եվ սրանք էլ պարզապիտի հորինվի դա, այստեղ որևէ մեկը թող փորձ անգամ չանի, այդ որ չի նշվում այդ հիբրիդային պատերազմ, դա պարզ ասում եմ, ուրիշ երկիր չկա, դա Ռուսաստանն է, որովհետև բնավ իրանական կամ պարսկական օրակարգում նման բան Հայաստանի հետ կապված չկա եւ չի կարող գոյություն ունենալ, շատ պարզ պատճառներով այն դիրքավորումները ինչ որ Իրանը ունի Սյունիքի հետ կապված եւ Թրիպի հետ կապված դրա վառ եւ ցցուն ապացույցն է։ Հետևաբար Հայաստանը այսօր իր այս վարած քաղաքականության արդյունքում այնպեսի թույլատրած, այնպեսի զիջողական դիրքում է հայտնված, որ ամեն ինչ կարելի է կորզել։ Իսկ եթե կա հիբրիդային պատերազմ, դա հյուսիսում եւ հարավում չի փնտրվում, դա արևելքում եւ արևմուտքում պիտի փնտրվի ի մասնավորի Բաքվում եւ Անկարայում։ Շատ պարզ է, այն հիբրիդային պատերազմի դասական տարբերակը որ կա, անշուշտ Բաքու եւ Անկարա անգույցի մեջ պետք է փնտրել։ Շնորհակալություն պարոն Մելիքյան, մենք բարբերաբար զրույցների ընթացքում գալիս ենք այնպիսի մի եզրահանգման, որ պետք չէ գնալ այսօրվա իշխանությունների օրակարգի հետևից, քանի որ իրենք են սովորաբար օրակարգ թելադրում, այդ թվում նաև այս հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ նարատիվների մեջ բերում է իրենց կողմից, այլ պետք է ասել, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի կարողանանք այսպես ասեմ, այս իշխանությունների հեռանալուց հետո ինչ ենք մենք անելու։ Հիմա արտաքին այդ ազդեցությունների, հնարավոր ազդեցությունների շրջանակներից ելնելով, որը պետք է լինի մեր գործողությունները, որոնք պետք է լինեն մեր գործողությունները, որը պետք է լինի մեր ուղենիշը։ Նախ եկեք մի հատ հասկանանք այդ արտաքին ազդեցությունների շրջանակը։ Այսօր աշխարհը մի այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ այս մեր փոքրիկ գadgetներում, հեռախոսներում ամեն ինչ կարելի է գտնել եւ աշխարհը այդքան փոքրացել է։ Երկրորդ, չկա որևէ պետություն ամբողջ աշխարհի քարտեզի վրա 200-ից ավել այդ գոյություն ունեցող պետությունների շարքում, որը այսպես թե այնպես որևէ ազդեցության շրջանակում չի, հա։ Հիմա այստեղ քո այդ հնարավորի արվեստը ճիշտ օգտագործելը ես հենց նկատի ունեմ այդ նորին երազանցություն դիվանագիտությունը, ինչքանով ճկուն կարող ես լինել, ինչքանով ճիշտ հաշվարկների մեջ կարող ես լինել, որպեսզի այս նոր ձևավորվող դեռևս սաղմնային շրջանում, բայց արդեն երևացող այդ ծիլերը ապագա աշխարհակարգի, այդտեղ դու որտեղ պիտի կարողանաս տեղավորվել։ Այո, այն զարգացումները, որ այսօր կա, 10 տարի առաջ դժվար է պատկերացնել, միգուցե կարելի է կանխատեսել, բայց այս արագության մեջ, այս հարաբերող իրավիճակում իհարկե դժվար է պատկերացնել։ Հետևաբար դու պիտի շատ ավելի կայուն ձևով կարողանաս ճիշտ հաշվարկել բոլոր հնարավոր վեկտորալ ուղղությունները, բոլոր ծանրության կենտրոնների միջև եղած երևացող հակասությունները եւ չերևացող հակասությունները։ Քո դերը որպես աշխարհագրական գործոն, հա, աշխարհաքաղաքական գործոն։ Ես առիթներով միշտ նշել եմ այս հանգամանքը, որ ցավալիորեն մենք այս տասնյակ տարիների ընթացքում չենք կարողացել ճիշտ գնահատել նաև մեր աշխարհաքաղաքական գործոն լինելու հանգամանքը։ Հասկանում եք, սա շատ կարևոր մի բան է եւ հետեւաբար հենց այստեղ է որ խաչվում են բազում շահեր եւ այստեղ է որ խաչվում են ու բախվում են վաղվա այդ կերտվելիք աշխարհակարգի շատ ու շատ շահեր։ Այս իմաստով նորից եմ կրկնում եւ պնդում եմ այն հանգամանքը, որ այսօրվա հայկական ընդդիմադիր դաշտը պետք է կենտրոնանա նոր օրակարգերի գեներացման վրա։ Մեզ մոտ կա այսպես մի շրջապտույտի շրջան, հա, կարծես իշխանությունը ինքը ինչպիսին է լինի, ինչպիսի անամոթ ու այլանդակ վիճակի օրակարգ թելադրվի, չգիտես ինչու բոլորը սկսում են այդ օրակարգի շուրջ ինչ-որ քննարկումներ։ Սա պիտի բացառել եւ պիտի ունենալ զուգահեռ օրակարգ վերջիվերջը, որտեղ այս օրակարգերը միևնույն է վաղ թե ուշ հոգնեցնելու են հասարակության։
իսկ հասարակությանը հոգնեցնել պետք չի, հասարակության տոնուսը պիտի շատ բարձր պահել, հասարակության հավատը պիտի բարձրացնել, այդ հուսախաբության հսկայական շրջանը, որ մենք նույնիսկ այսօր ապրում ենք, դա բարդվող հասարակության, այդ հուսախաբության մասին է խոսք գնում, չպետք է վերածվի հուսահատության, որպեսզի դա չլինի, անհրաժեշտ է նոր օրակարգ, այդ նոր օրակարգից մեկը հենց պիտի արձանագրվի, որ այս իշխանությունը գալիք արտահերթ կամ հերթական ընտրություններում ուղղակի չի լինելու, դատապարտված է չլինելուն եւ միանգամից դրան ոչ պակաս օրակարգ, ինչ պետք է լինի դրանից հետո։ Ես ասել եմ միշտ, որ դրանից հետո սկսվելու է ամենասարսափելին։ Ու սարսափելի բառը խնդրում եմ վատ չհասկացվի, երևի ավելի ամենադժվարը, շատ ավելի դժվար, քան մենք այսօր կարող ենք նույնիսկ երևակայել եւ պատկերացնել, հա։ Նախ այս թափանիվը, որ այսպես գահավիժման պիտի վարկյան առաջ կանգնի։ Ինքը եւ արժեհամակարգային է, եւ հումանիտար, եւ սոցիալական, եւ քաղաքական, ինչպես կուզեք, դիվանագիտական, ինչպես կուզեք կարող եք անել, բայց սա պետք է օր առաջ կանգնի։ Հաջորդը նոր օրակարգի ձևավորման մասով պիտի լինի խորը համախմբում եւ խորը կոնսոլիդացիա։ Այսինքն կան գերակա որոշակի շահեր, որոնք պիտի լինեն իմ խորին համոզմամբ օրինակ վերկուսակցական։ Դա անկեղծ պայքար մղող քաղաքական ուժերի մի համաձայնություն պիտի լինի եւ շահերի, հայկական շահերի մի համամասնական օրակարգ, որը ուղղակիորեն պիտի մղի հասարակական ավելի լայն շերտերին, ավելի խորը ներգրավված լինելու վաղվա այդ թևերը քշտած պայքարին։ Այո, պայքար ասելով ես բնավ պատերազմը նկատի չունեմ, բայց այն դժվար մասը, որ այսպես կոչված այս խաղաղությունից ավելի լավ ու ավելի ճիշտ խաղաղություն կա, այդ ավելի լավ ու ավելի ճիշտ խաղաղությունը պիտի ճիշտ ձևով ճանապարհային քարտեզով մատուցվի մեր ժողովրդին։ Ինձ միշտ ասում են դու տենց կորցված լավատես ես, ես շատ ավելի կորցված լավատես եմ այդ իմաստով, որովհետև ես հավատում եմ իմ ժողովրդին, որի զավակն եմ ես եւ գիտեմ շատ լավ իմ երակներով ինչ արին է հոսում եւ բոլոր են գիտակից մարդկանց, ովքեր որ գոտեպնդվում են ավելի շատ եւ պատրաստ են այդ քրտնաջան աշխատանքին, դա հնարավոր է, որևէ բան կորցած չի վերջնական, բայց ցավալիորեն մենք անընդհատ բախվում ենք մի իրականության հետ, որ մենք ընկնում ենք օրվա վարչախմբի կամ փոքրիկ խմբակի այդ լարած թակարդի մեջ։ Ասեմ ձեզ ավելին, այդ թակարդը միայն Երևանում չի լարվում, այդ թակարդը լարվում է Հայաստանի սահմաններից դուրս, որովհետև ավելի լավ նվեր մեր թշնամիներին կամ մեր հակառակորդներին այսօրվա իշխանությունը ոնց որ կա գոյություն չունի, հասկանում եք, հետևաբար պետք է պատրաստվել նաև կարծում եմ ամանորից հետո այդ շատ ավելի ցցուն եւ շատ ավելի սուր ընթացք կստանա, պիտի պատրաստվել հավասարակշռված, սառնասիրտ էմոցիաներից դուրս, ինքներս մեզ հարց տալով եւ պատրաստակամության հետ կապված եւ այդ կիսատությունը ուղղակի բաց թողելով, այս չի ստացվում, այդ եթեների ու այդ պայմանականությունների ընդհանրապես խոսույթը պիտի բացառել եւ պարզ քայլել առաջ, հստակ գիտակցելով, որ բացառված է այս իշխանությունների վերարտադրությունը, ինչպիսին էլ իրենք փորձեն դա անել եւ հավատ, որ այո, նույնիսկ այս կատակլիզմի մեջ, այս ճգնաժամային իրավիճակից կա ելք։ Հիմա անընդհատ մեզ հետ են հարցնում, դուք ասում եք կա ելք, որն է այդ ելքը, ես իմ մասնավորի նշեցի։ Պիտի օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավոր այն գործիքակազմերը, որոնք գոյություն ունեն, կան եւ դրա հնարավորությունները կան, որովհետեւ վերջի վերջո ձեզ այս աշխարհագրական դիրքից որևէ մեկը ուրիշ տեղ չի տեղափոխել
վերջի վերջո այն ամեն ինչ որ դու անցյալում չես արել կամ արել ես կիսատ, այսօր հնարավորություն ունես դա ավելի ռեալ օգտագործելու, որքան էլ պարադոքսալ դա չհնչի քո նույնիսկ այս պարտվող իրավիճակում եւ պետք է ուղղակի աշխատել, հասկանում եք, չպետք է հուսահատվել, վերջի վերջո այդ մարդկության օրինած ամենազորավոր զենքը, որ այսօր կա եւ դա ոչ ոք չի բացառել, դա ոչ տանկերն են, ոչ գերձայնային, չգիտեմ, հրթիռները, նոր տեխնոլոգիաները եւ այլն, դա մարդու լեզուն է, հա, եւ լեզուն որպես զորավոր զենք շատ ճիշտ ձևով կիրառելու եւ ճիշտ ձևով բանակցության արդյունքում միանշանակ դու կարող ես այդ հաջողությունները գրանցել։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան, դուք նշեցիք, որ քաղաքական ուժերը կարող են որոշակի օրակարգերի շուրջ միավորվել։ Նախորդ մեր քննարկման ընթացքում բանախոսներից Վահեն Հովհաննիսյան շատ կարևոր ձևակերպում արեց, որ քաղաքական ուժերը կարող են այս պահին միավորվել մեկ օրակարգի շուրջ եւ դա առաջիկա ընտրությունների համար բացատրել մեր հասարակությանը, թե ինչի մասին է ընտրությունները եւ ըստ էության այդ ընտրությունը Հայաստանում ապրելու մասին է, Հայաստանում ապրելու հնարավորության մասին է, երևի թե դա առաջին քայլը կարող է լինել ընդհանուր օրակարգի շուրջ միավորվելու վերաբերյալ։ Կարող ընտրությունների, Տիկին Մելոյան, ուզեմ խոսենք ընտրությունների մասին։ Կներեք, ես մի բան շատ ներողություն եմ խնդրում, քանի որ Վահեին հիշեցիք Հովհաննիսյան, մի քիչ մասնավորեցնեմ նաեւ, հա։ Այս ընտրությունները Մայրաթորի բակում փորը արտաշնչելու եւ Մայրաթորի դուրը, սուրբ դուրը քացի տալու մեջ, ուրիշ որևէ բան մի փնտրես, սա քաղաքակրթական ընտրություն պիտի լինի։ Շնորհակալություն